Ալոնա Գրիգորյան, Արցախից եմ, Ստեփանակերտից, հազարավոր արցախցիներից այն մեկը, ով լրիվությամբ անցել է բլոկադայի այդ ծանր ճանապարհը, ով տեսել է սովը, ով տեսել է մանուկների աչքերում այն թշվառությունը, այն վիշտը։ Ես Լիլիթն եմ, արցախցի, ունեմ 3 անչափահաս երեխա, բլոկադայի ժամանակ շատ դժվար էր մեծացնել անչափահաս երեխաներին, առհասարակ բոլոր երեխաների համար, բոլոր ընտանիքների համար շատ դժվար էր այդ ընթացքը ապրել, անցկացնել, մանավանդ եթե պահերին ունենք խնդիր հացի հետ կապված, սովորական նույնիսկ հացը շատ դժվար էր հայթայթել ու երեխան իր ուտելիքը ինչ որ այդ օրը իրանք պատրաստում են երեխեքի համար, որպեսզի իրանք սնվեին, ուտում են առանց սովորական հացի։ Եթե նույնիսկ այդ պահին ունես փոքր երեխա, որ մի տարեկան էլ չկա ու ինքը այդ պահին ուտում է արհեստական է սնվում, այդ ժամանակ նույնիսկ շատ մեծ խնդիր էր արհեստական սնունդ երեխու համար հայթայթելը։ Ով սեպտեմբերի 19-ին տեսել է պատերազմը, երբևիցե չէի մտածում, որ կարող է այն պահը այնց ստացվեր, որ մենք պետք է լքենք մեր հայրենիքը, մեր տունը, տարիներով ստեղծած մեր ամեն ինչը։ Մեզ ավելի շատ կոտրեց մեկօրյա պատերազմը, որի ընթացքում ունեցանք լիքը զոհեր։ Պատերազմից հետո Արցախցու առջև դրված երկու տարբերակ, կամ պիտի ցեղասպանվենք, կամ պիտի թողենք լքենք մեր հայրենի Արցախը, մեր տունը, մեր բնորանը ու տեղափոխվենք Մայր Հայաստան։ Բնականաբար ես եւ արցախցիներս բոլորս որոշել ենք ցեղասպանվելուց փրկել եւ անցնել Մայր Հայաստան, գտնել այնտեղ սփոփանք, Արցախ վերադառնալու ակնկալիքով։ Սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո հայտարարվեց, որ պետք է լքենք Արցախը ու բնականաբար ընտանիքներ ունեին վառելիքի հետ կապված խնդիր, որովհետև բլոկադայի ժամանակ վառելիք չկար ու ամուսինս ու իմ տեքրի հետ միասին գնացին Հայկազովի վառելիքահոսուկային պահեստ, որպեսզի կարողանային բավարար քանակի վառելիք բերեին ու կարողանայինք մեր ընտանիքը հանեինք։ Քանի որ չունեինք համապատասխան վառելիք, քանակով վառելիք չունեինք, ամուսինս էլ հազարավոր արցախցիների նման ստիպված եղավ վառելիքի համար փնտրել վառելիք, գտնել վառելիք, որպեսզի կարողանայինք դուրս գալ։ Սեպտեմբերի 25-ին, ինչպես շատերը, այնպես էլ ինքը լուրը լսեց, որ Ստեփանակերտից Ասկերան ճանապարհի այդ հատվածում գտնվող Հայկազովի բենզալցակայանում բենզին են տալիս եւ ինքն շատերի նման շտապեց այնտեղ, որպեսզի հայթայթի բերի այն քանակության բենզինը, որով կկարողանայինք տեղափոխվել Մայր հայրենիք։ Սակայն այդ չարաբաստիկ պայթյունը, որը խլեր էր հարյուրավոր արցախցիների կյանք, փաստորեն ընդհատեց, այսպես ասած, մեր ապագայի հանդեպ տեսլականը։ Հրդեհի մասին լուրը լսելուց ես եղել եմ տունը նստած այդ պահին ու մենք արդեն հավաքվել ենք, որ պետքա ճանապարհվեինք ու սպասում ենք, թե երբ էր իմ ամուսինը ու տեքրս գալու տուն, որպեսզի ճանապարհվեինք արդեն Հայաստան։ Այդ պահին լուրը լսելուց հետո ես անմիջապես տնից դուրս եկա դեպի դեպքի վայր։ Դեպքի վայրը հասա մեր հարևանի ավտոմեքենայով, առաջարկեց ինձ տանել ընտանի ընդե, հասանք ընդե, հասկացանք, որ իրավիճակն այնց լարված էր, որ մարդիկ արդեն ասեցին փրկարարները, որ այն մարդիկ, ովքեր որ ողջ էին մնացել, արդեն հիվանդանոցներում են ու իմաստ չկա այնտեղ կանգնելու, սպասելու, նայելու այդ տարածքը ու ահա որ կրակ էր, որին չէինք կարողանում մոտենայինք ու մի
քիչ կանգնելուց հետո հասկացա, որ ընդ ոչ մի բան չեմ կարողանում անել ու շտապեցի դեպի հիվանդանոց։ Հենց պայթյունի մասին լուրը լսեցի, ես անմիջապես իջա հանրապետական հիվանդանոց, որտեղ էին տեղափոխում այդ վիրավորներին եւ տեսա, որ խառնաշփոթի վիճակում չէի կարողանա գտնել նրան ու տեղափոխվեցի գնացի մանկական հիվանդանոց, որտեղ ավելի թեթև վիրավորում ստացած վարվածների էին տեղափոխել, բայց մեկ կառմեր բոլորին տեսնելով տեսա, որ ամուսինս այնտեղ չի։ Գնացի մեր հանրապետական հիվանդանոցը առաջինը, քանի որ մեր մեծ հիվանդանոցը դա էր ու փորձեցիք հարցնելով մեր մոտ ընդ պատին կախված էր թուղթ, որի վրա գրված էր այն մարդկանց անունները, ովքեր այդ պահին հիվանդանոցում կային ու անունները մեկ-մեկ փնտրում էի, նայում էի, ոչ մեկի անունը չգտնելուց հետո գնացի մանկական հիվանդանոցում եւս չգտանք, գնացինք Ասկերանի հիվանդանոց, փորձեցինք այնտեղ գտնենք, այնտեղ եւս չգտանք, փնտրտուքներից հետո, որ արդեն անունները ոչ մի տեղ չէին գտնում, այդ արդեն երևի պայթյունը եղել է 6-ի կողմերը, 6-ից մինչև գիշերվա 1-ի 2-ի կողմերից հետո արդեն փնտրում ենք մորգում։ Հույս կար, որ գուցե ինչ-որ միտեղ անգիտակից վիճակում կամ դեռևս այդ վիրավորներին բերում են, գուցե նրանց մեջ կլինի, սակայն հանրապետական հիվանդանոցում նորից գնալով հանրապետական հիվանդանոց տեսա, որ ոչ, նույնիսկ բարբերաբար թարմացվում էին այն ցուցակները, ընթերցվում էր հիվանդանոցի պատից, կպցնվում էր այդ ցուցակներում չկար նրա անունը, բայց միևնույն է, ինչ-որ միտեղ հոգու խորքում սպասում էի, հավատում էի, որ կենթանի կլինի։ Ես հիշում եմ ինձ ընդ վազելուց, ընդից դե գնալուց։ Այդ ժամանակ կային մի քանի մարդու մարմիններ, մի քանի մարմիններ, ու այդ մարմինների մեջ եւս նայելով հասկացանք, որ մերը եւս այդտեղ չկա։ Ու արդեն այնքան հյուծված ու հոգնած էի այդ ժամանակ, որ արդեն գնացի տուն, հույս պահելով, որ առավոտ կարթնանամ ու կգտնվեն ինչ-որ մի տեղից։ Հանրապետական հիվանդանոցում դժոխքային վիճակ էր, շատ ֆիլմեր եմ տեսել նմանատիպ, բայց երբեք չէի պատկերացրել, որ դա այդպես է լինում։ Մարդկանց վիճակը, տայրված մարդը պարզապես տանում են հիվանդանոց, թևերի տակից բռնած կամ որոշները իրենք են այսպես աֆեկտի ազդեցության տակ, շոկի ազդեցության տակ իրենք են գալիս մտնում հիվանդանոց ու մարդու մարմնի կտորը սենց ընկնում էր, հալած ընկնում էր, երևի կյանքում ամենասարսափելի երևի կադրերից է։ Առավոտ վեր եմ կացել շատ շուտ ու արդեն այդ ժամանակ նորից փորձում էի, ասում եմ միգուցե անունները լավ չեմ կարդացել, մի հատ էլ գնամ կարդամ, նորից մի հատ հասկանամ, գնացել էի հանրապետական հիվանդանոց ու փորձեցի նորից կարդամ այդ անունները, կարդում էի, մտա հիվանդանոց բոլոր հարկերով մեկ-մեկ նայելով, բայց մարդիկ այնքան անճանաչելի էին, որ դու նույնիսկ եթե այդ հիվանդանոցում, այդ հիվանդասենյակում տեսներ քո հարազատին, դու իրան չէիր ճանաչի, որովհետև մարդիկ ուռած էին, մարդկանց ճանաչել ուղղակի անհնար էր։ Նորից ստիպված գնացի մորգ, այդ ժամանակ արդեն հանում էին մարդկանց պայթյունի վայրից ու տեսա մեկին, ում վրա կար շղթա, որը շատ նման էր իմ ամուսնու շղթային, ինչ որ չափով արդեն իմանալով, որ էդի կարա ինքը լինի, գնացի տուն ու կեսրայրիս ասեցի, որ ոնց որ հնարավոր է, որ էդի իմ ամուսինը լինի, Հակոբը լինի։ Կեսրայրիս այդ ժամանակ գտնվում էր առողջական մի քիչ վատ վիճակում ու այդ երեխաների լուրը իմանալուց հետո, որ երեխաները եղել են այդ դեպքի վայրում, իրան ավելի կորցրեց ու տարավ ինսուլտ, չէր կարողանում շարժվել, ֆիզիկապես չէր շարժվում, չէր խոսում, առողջական վիճակը շատ վատ էր իրան։
ու իրան ստիպված տարանք հիվանդանոց ու ուղարկեցին հիվանդանոցից ուղղաթիռով Երևան։ Մինչև մենք հասանք ստեղ, ինքը արդեն հիվանդանոցում էր ու պատրաստվում էին իրան վիրահատեին։ Տեղի ունեցած այդ չարաբաստիկ պայթյունը խլեց իմ ընտանիքի երկու տղաներին, ամուսնուս եւ տեքրիս։ Հենց տեղափոխվելու պահից անընդհատ զանգահարում էի տարբեր հիվանդանոցներ, եթե հիշում եք, այդ ժամանակ գործում էր առողջապահության նախարարության թեժգիծը, որ իրավունք ունենք զանգել եւ իմանալ արդյոք այն վարվածների մեջ մարդիկ, ովքեր դեռևս անգիտակից վիճակում էին, որ դուրս են եկել գիտակցության են եկել, գուցե մեր հարազատն է այնտեղ։ Ես զանգահարելով թեժ գծով, բացի դրանից աղջիկս, ինչպես նաև իմ նախկին աշակերտները բավականին մեծ օգնություն ցուցաբերեցին ինձ այդ ժամանակ, տարբեր հիվանդանոցներ էին գնում, փնտրում էին ցուցակների մեջ։ Սեպտեմբերի 30-ին եկանք Երևան արդեն։ Դեռևս տուն չէի վարձակալել, աղջիկներս մնում էին ամուսնուց քրոջ տանը, եկանք ամուսնուց քրոջ տունը եւ սկսեցինք այդ աշխատանքները, փնտրտուքի շարունակեցինք, որ գուցե ասենք անգիտակից վիճակում ինչ որ հիվանդանոցում է գտնվում, բայց հավաղ այդպես էլ չկարողացանք։ Հետո մեզ զանգեցին դատաբժշկական կենտրոնից, որպեսզի հարազատներից գնան եւ ԴՆԹ-ի նույնականացման համար թեստ հասնեին, թեստի համար գնացել են տղաս եւ կիսուրս, ամուսնուս մայրը։ Հոկտեմբերի 4-ին էր դա, թեստը հանձնեցիք նույնականացման ու սպասում էինք, որ այդ պատասխանին, բայց էլի հոգու խորքում ինչ որ միտեղ հավատալով, որ երևի կենթանի կլինի, սակայն ցավոք սրտի նոյեմբերի 6-ին զանգեցին եւ ասացին, որ նույնականացվել է։ Արցախից դուրս եմ եկել իմ ամուսնու ընկերոջ հետ, իր ընտանիքի հետ։ Արցախից մեր հետ վերցրեցինք միայն մեր շորերը ու մեր երեխաներին։ Իմ երեխաներին վերցրեցի իրանց շորերը մի քանի բան ու միանգամից ճանապարհվեցին։ Ճանապարհը շատ երկար ու դաժան էր մեր համար, որովհետև գիշերը ժամը 8-ի կողմերը դուրս ենք եկել ու հաջորդ օրը արդեն 29 գիշերը ուշ հասել ենք Հայաստան։ Ու եկել էինք ստե, որպեսզի մի քիչ հարմարվեինք, տեղավորվեինք երեխեքի հետ ու հանձնեինք դենկա, որպեսզի կարողանայինք գտնեինք մեր հարազատներին եւ գնում էինք, հանձնում էինք այդ դենկան եւ մտածում էի, որ չէ, հնարավոր չի կարա տենց լինի, գոնե իրանցից ինչ-որ մեկը պետքա ողջ լինի, որովհետեւ չի կարա։ Բնակարանների գները այդ վարձավճարը աստղաբաշխական գների էր հասել։ Ցավոք սրտի նույնիսկ զանգելով բախվել եմ նման դժվարության, նման հարատավոր երևույթի, որ արդեն բրոկերի հետ, այդ գործակալության հետ արդեն պայմանավորված, որ պիտի գնայինք բնակարանը տեսնեինք ու հանկարծ բնակարանի տերը իմանում է, որ Արցախից եք ու մերժում է։ Այսինքն նման խնդրի ենք հանդիպել եք խնդիրների, որ 5 հոգի եք, բավականին շատ է քանակը ապրողների, տանտերը չի համաձայնում 5 հոգով ապրեք, այն դեպքում, որ մեր տան ամենափոքր անդամը համարյա 18 տարեկան էր։ Մեկ լսում եմ մի հատ արտահայտություն, որ ասում են պետք է մնայիք ու պայքարեիք ձեր հայրենիքի համար, բայց ուղղակի ուզում եմ sense մի հատ պատասխանեմ այս ձևով, որ եթե դու քո ընտանիքում ունեիր 3 հատ տղամարդ, 3 հատ տարական սեռի ներկայացուցիչ, որ դու թողել ես այդ հայրենիքում, ինչով պայքարես այդ հայրենիքի համար, երեխեքովդ, թե դու ինքդ զենք վերցնես ու պայքարես դրա համար։ Եթե
պայթունից հետո, այդ պատերազմից հետո դու գալիս ես Հայաստան մենակով 3 անչափահաս երեխայի հետ ու պետք է ապրես մի երկրում, որտեղ որ քեզ ամեն ինչից փորձում են զրկեն։ Այսօր նույնիսկ խոսում են, մի պահ կարդում ես մարդ ուղղակի կոմենտ ա գրում, ասում է դու պետք ոսկի ծախի ապրի, իսկ դուք չեք մտածում, որ հնարավոր է այդ մարդու այդ շղթան կամ այդ մատանին, ամուսնական մատանին լինի ու այդ մարդու ամուսինը չլինի, կամ մարդու վերջի հուշը լինի, կամ երեխայի վերջի հուշը լինի։ Այդ արտահայտություններն ասելուց առաջ պետք է մարդ մի քիչ մտածի։ Ես չեմ վախենա պայթունը համեմատել ցեղասպանության հետ, որովհետև իմ համար այդ պայթունը եղել է մի հատ ցեղասպանություն, որում որ տղամարդկանց չեմ ուզում ասեմ սպանել են, տղամարդիկ մահացել են այդ վայրում, իսկ կանայք եկել են դատարկ միայն իրանց երեխաների հետ միասին։ Մի հատ էլ եմ շեշտում, այդ պայթունը այդ ընտանիքներից տարել է իրանց ընտանիքների գրեթե բոլոր տղամարդկանց։ Ընտանիքներ կան, որում որ կան 2 զոհ, մի հատ էլ եմ ասում 3 զոհ։ Արցախում արցախցի տղամարդկանց սպանել են, կանանց ուղարկել են դատարկ առանց իրանց տղամարդկանց, առանց իրանց ընտանիքի բոլոր արական սեռ ներկայացուցիչներին։ Գիտակից մարդիկ էինք, բնականաբար մենք վնաս չէինք տա բնակարանին։ Ուղղակի տանտերերը դա էլ հաշվի առնելով այդ հանգամանքը, որ 5 հոգով պիտի ապրենք, մերժում են։ Վերջի վերջո հոկտեմբերի 15-ին գտակ բնակարան, տեղափոխվեցինք այնտեղ։ 6 ամսից հետո կապվել եմ տանտիրոջ հետ, որպեսզի վերանայի բնակարանի գումարը, սակայն չվերանայեց։ Սկզբից տուն գտանք շատ դժվար, բրոկերների հետ անընդհատ խոսալուց լինում էր տանտեր, որ իսկապես իմանում էր, որ արցախցի ես ու չէր ուզում իր տունը տարգես, ու նաև խնդիր կար նրա հետ կապված, որ եթե ունես երեխեք անչափահաս, իրանք անչափահաս երեխաներին տուն չէին տալիս, որովհետև մտածում են, որ այդ երեխաները իրանց տունը չգիտեմ, կքանդեն, կփչացնեն մի խոսքով, ու շատ դժվար գտա մի տուն, արժեքն էլ նշեմ, սկզբնական տունը, որ գտել ենք 350,000 էր, ուրիշ տարբերակ չունեինք, որովհետև այդ ժամանակ, որ փնտրում էինք տուն, 350,000 ինքը էժան տուն էր, որը ես գտել էի, սկզբից որ եկան, մի քիչ էժան տները վերցրեցին, մնում էր այդ տները, 2 ամիս մնացինք 350,000 տան մեջ, հետո դու բնականաբար հասկանում ես, որ ես այդ գումարը չեմ ձգի ու այդ պահին տալիս է իմ խնայողությունները, ինչ որ ես ունեի Արցախում իմ մոտ, ու սկսեցի տուն փնտրել ու էլի բրոկերով գտա մի հատ տուն, որ 250,000 էր։ Այդ ժամանակ այդ 250,000-ը էլի ավելի էժան էր ու տեղափոխվեցինք այդ 250,000-անոց տոնում, քանի որ ես հանդիպեցի մի լավ տանտիրոջ, այդ տանտերը անընդհատ իջացնելով եկավ հասավ մինչև 200,000 տան վարձը։ Հրդեհից տուժված ընտանիքները ոչ մի աջակցություն չեն ստանում, որովհետև չունեն ոչ մի կարգավիճակ, կարգավիճակի համար դիմել ենք բազմաթիվ տեղեր, այն ժամանակ արդեն, որ մեր դենկաները հաստատվեց, հողարկավորեցինք, արդեն մտածում էինք, թե ինչպես, կոնկրետ ես մտածում էի, թե ինչպես պետք է մեծացնեմ երեխաներին, որովհետև մեծացող երեխեք են անընդհատ կենցաղային խնդիրներ առաջանում է խնդիր շորերի հետ կապված, սնունդի հետ կապված, ու որոշեցինք դիմենք Արցախի ներկայացություն մեր ու հասկանանք ինչով կարող են մեզ օգնել, որպեսզի կարողանանք ձեռք բերենք որևիցե մի կարգավիճակ այդ ընտանիքների համար։ Ի սկզբանե 40+10-ի այդ ծրագիրը ճիշտն ասած Արցախցուն բավականին օգնում էր, որովհետև գաղտնիք բացած չեմ լինի, որ ասեմ, որ արցախցիների ճնշող մեծամասնությունը մանավանդ գյուղերից տեղափոխված Ստեփանակերտ եւ Ստեփանակերտից փաստորեն բռնի տարհանված մայր հայրենիք շատերը չեն կարողացել նույնիսկ իրենց այն գումարը, որ պահել են մարդիկ, նույնիսկ փաստաթղթերը չեն կարողացել հանել, դուրս բերել, որպեսզի հետագայում խնդիրների առաջ չկանգնեն։ Երբ տեղափոխվեցինք Հայաստանի Հանրապետություն, ճիշտ է, 40+10-ի այդ ծրագիրը բավականին գովելի էր եւ ահագին օգնեց մեզ, բայց չպիտի անտեսենք այն հանգամանքը, որ մարդիկ շատ ավելի շատ բան են կորցրել։ Եթե ես այս բանը չեմ կարողանում իմ երեխային նորմալ սնունդ տամ, նորմալ հագուստ հագցնեմ, նորմալ ուղարկեմ, բնականաբար սոված երեխան չի կարողանում դպրոցում նորմալ սովորի, դա նորմալ է, իսկ եթե չի սովորում, եթե այդ երեխան նորմալ չի մածանում, ես չեմ կարողանալու հետագայում այս հայրենիքին տամ նորմալ զավակներ, նորմալ զինվոր
որպեսզի այդ ամեն ինչ կարողանաս տաս, պետք է նաև քեզ պետությունը այդ հարցում աջակցի ու օգնի։ Եթե հիմիկվա պետությունը ոչ մի բaragայում չօգնում այդ ընտանիքներին, ովքեր որ կորցրել են իրանց տղամարդկանց հայրենիք պաշտպանելու համար։ Ես եւս ասում եմ, որ մենք մնացել ենք Արցախում մեր հայրենիք պաշտպանելու համար ու բենզինի պահեստի պայթունը լինի, մեկօրյա պատերազմը լինի, այն մարդիկ լինեն, ովքեր որ ջրի խողովակները սարքելուց Ադրբեջանի կողմից սպանվել այնտեղ են ու տենց լիքը դեպքեր իրանք բոլորը հայրենիք պաշտպանելու համար են մահացել։ Եթե բնակարան չունես, որը ամենամեծ խնդիրն է, դու կացարան չունես, բնականաբար 40+10 ի սկզբանե այդ գումարը օգնել է ընդհանրապես այդ կացարանի, այդ բնակարանի, վարձակալած բնակարանի գումարը վճարել։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոնկրետ Երևանում բավականին քիչ էր սոցիալական աջակցությունը Երևանաբնակ արցախցիների համար, դա մթերքի տեսքով, դա հիգիենայի պարագաների տեսքով ստիպված ենք եղել այդ բոլորը մենք հոգանք։ Եթե այսօրվա այս պահին դուք ձեր հայրենիք կորցրած, հայրենիք պաշտպանած զինվորի համար ասեմ, սովորական քաղաքացու համար ասեմ, դուք իրանց ընտանիքների չեք ապահովում, ընտանիքներին չեք տեսնում, տեղը չգիտեք ինչ իրավիճակի մեջ են իրանք ապրում, ինչի համար պետք է հայրենիքի համար մարդը մահանա, եթե իրանից հետո իր ընտանիքը պետք է ապրի դժոխքի մեջ, մտածելով, որ այսօր ինքը կկարողանա իր երեխուն մեծացնել, թե չի կարողանա։ Այսօր, որ կտրում են 40+10 մանավանդ այն խոցելի խմբի համար, ինչպիսին են պայթյունի հետևանքով տուժվածների հարազատներն ու ընտանիքները, դա աբսուրդ եմ համարում։ Այն դեպքում, երբ մենք նույնիսկ կարգավիճակ չունենք, մենք բացարձակ կամ մեր ընտանիքը կամ ցանկացած արցախցի այն ընտանիք, լիարժեք ընտանիք, որտեղ կա կերակրողը, որտեղ կա տղամարդ, բնականաբար բավականին դժվար է։ Կարող է հարց ծագել, ասենք դու չափահաս երեխաներ ունես, բայց խնդրում եմ, դուք կարող եք մեր երկրում, կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում ինձ մատնանշել 19 տարեկան մի երիտասարդի, որ կարող է այնպես աշխատել, այնպիսի աշխատանք ունենալ, այնպիսի միջոցներ ունենալ, որ կարողանա հոգա ընտանիքի ծախսերը։ Ես էլ աշխատանքի փնտրտուքի մեջ եմ, գտել եմ աշխատանք, բայց ճիշտ ասած այդ աշխատանքը այնքան ցածր վարձատրվող է, որ չեմ կարող ասել, որ իմ եւ աղջիկաս աշխատավարձը միասին կարող է օգնել, կարող է ինչ-որ մի կերպ այդ ծախսերը, այսպես ասած, փակել։ Կտանք ընդամենը բնակվարձը եւ լավագույն դեպքում կոմունալները ու դատարկ կնստենք։ Ու այսօր 40+10-ի այդ ծրագրի, այսպես ասած, դադարեցնում կոնկրետ պայթյունի հետևանքով զոհվածների հարազատների առումով շատ սխալ ու չեմ զլանա ասել անմարդկային երևույթ է։ Ես անձամբ մանկապարտեզիդ կապված խնդիր ունեմ ես ինքս, եւս ունեմ այդ խնդիրը։ Ես դիմել եմ քաղաքապետարան, ինձ միջև օրս ոչ մի պատասխան, դիմել եմ քաղաքապետարան, ինձ ասել են, որ իմ նման մարդիկ շատ են, արդյոք իմ նման մարդիկ շատ են, արդյոք իմ նման մարդիկ շատ են, որ չունեն միայնակ մեծացնում են 3 անչափահաս երեխայի ու պետք է մտածեն երեխաների կենցաղային հարցերի, երեխաների շորերի, երեխաների դպրոց հաճախելու։ Կառավարության ծրագրով բնակարանների համար նախատեսված սերտիֆիկատների չեմ օգտվում, որովհետև ես ընկնում եմ երրորդ խմբի մեջ, քանի որ կարգավիճակ չունենք, այդ բնակարանային ծրագրով հստակ նշված է, որ եթե շահառուներից որևէ մեկը 183 օր բացակայի երկրից, ապա այդ բնակարանը վերցնում են մարդուց։ Այսինքն ընտանիքը չի դառնում այլևս շահառու։ Սերտիֆիկատների պահով ես համարում եմ այդ ծրագիրը տապալված, որովհետև իմ սերտիֆիկատը կազմում է մոտավոր 12 միլիոն, որովհետև ես չեմ կարող երեխաների հետ ապրել սահմանամերձ տարածքներում ու 12 միլիոնով ձեռք բերես տուն Երևանի, չգիտեմ, կամ որևիցե գոտուց, իմ համար իմ կարծիքով դա անհնարին բան է, 12 միլիոնով նույնիսկ չես կարողանա սկզբնական վճար անես տան համար։ Քանի որ ի սկզբանե Հայաստանի Հանրապետությունը համարվում էր մեր արցախցիներից երաշխավորը,
կարող եմ ասել, որ ինքը չի կատարում իր այդ խոստումը, իր վրա դրված այդ պարտավորությունը, եթե արցախցիներս եկել ու ճնշող մեծամասնությունը բնակությունը հաստատել Մայր Հայաստանում, սա արդեն մտածելու տեղիք է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որ արցախցին հավատացել է, արցախցին հավատում է կառավարությանը, հավատում է պետությանը, որ ինքը կկատարի իր խոստումը եւ սատար կկանգնի արցախցիների։ Եթե ես այս պահին պետք է վճարեմ 12 միլիոն ու հիպոթեկ ձևակերպեմ ու մեծացնեմ եւ 3 անչափահաս երեխա եւ հիպոթեկ տամ, դա իմ համար անհնար է, որովհետեւ ես չունեմ եկամուտ։ Եթե 40+10 այդ ծրագիրը կտրել են, ծրագիրը չի գործում եւ դա համատարած բոլորի համար է, ցավոք սրտի սա կհանգեցնի նրան, որ ահագին արցախցիներ ստիպված կլինեն, պարզապես ստիպված կլինեն լքել մայր հայրենիքը, ինչը սա բացասական երևույթ է եւ բոլորս գիտենք, որ արտերկրում բավականին դժվար է հայ լինելը, պահպանելը, մանավանդ արցախցի լինելը, որպեսզի կարողանաս պահպանել քո մշակույթը, քո բարբառը։ Եվ սա իմ կարծիքով բավականին ծանր հարված կլինի ինչպես Հայաստանի Հանրապետությանը որպես պետություն, այնպես էլ մեր ազգային մշակույթին։ Միայն ցանկություն լինի օգնելու։ Իմ կարծիքով է ցանկությունը ուղղակի հիմիկվա իշխանությունների մեջ մոտ չկա արցախցիներին օգնելու։ Ու ես ասեմ, եթե այս ամեն ինչը սենց շարունակվեց, իմ կարծիքով այն մարդիկ, ովքեր որ կոնկրետ պայթունից տուժած են, իրանք ուղղակի այս ծրագրերից չօգտվելուց էլ չեն կարողանալու ստեղ ապրեն, ստիպված հանձնելու են իրանց տները ու այսօր հորդորում են մի հատ պալատկա հանեն ընդդեից, այդ ժամանակ ավելանալու են լիքը պալատկաներ, որի մեջ լինելու են այդ ընտանիքները, որովհետև հիմա իրանք ուրիշ հնարավորություն չեն ունենալու ապրելու։ Փորձեցիք առաջին հերթին դիմեք մեր ներկայացություն, մեր ղեկավարներին, կոնկրետ մեր նախագահին, Առաջին անգամ հանդիպեցինք կոնկրետ պետնախարար այն ժամանակ արդեն Արամ Սարգսյանի հետ, մեր մտահոգությունները ասացինք, մեր նպատակները, ինչ ենք ուզում անել եւ խորհրդի կարգով հարցրեցինք, ինչ խորհուրդ կտան, որպեսզի մենք անենք։ Հաջորդ հանդիպումը արդեն ավելի լայն մասշտաբով պարոն Շահրամանյանի հետ էր եւ որոշեցինք նամակներ գրել, նամակներ ուղղել տարբեր կառույցներ, սկսած վարչապետ Փաշինյանից, ներքին գործերի նախարարություն, պաշտպանության բանակ, Զինապահ հիմնադրամ, մարդու իրավունքների պաշտպանին ենք ուղղել նամակ, ազգային անվտանգության ծառայությանն ենք ուղղել նամակ, սակայն նամակների որոշները կոնկրետ վարչապետ Փաշինյանին ուղղած նամակը վերահասցեագրվել է սոցիալ նախարարություն, այնտեղից ենք ստացել պատասխանը, որ դա սոցիալ նախարարության լիազորություններից դուրս է, որոշակի փոփոխություններ անելը։ Մենք մեր նամակներում բազապես ուզում ենք ինչ որ մի կարգավիճակ, հասկանում ենք, որ զոհվածի կարգավիճակ անհնար է ապահովել, գոնե մահացած զինծառայողի կարգավիճակ այն մարդկանց համար, ովքեր ուժային կառույցներում են ծառայել եւ այն մարդկանց համար, ովքեր քաղաքացիներ են, գոնե քաղաքացիական զոհի կարգավիճակ սահմանեն, սակայն ամեն մի կառույցից ստացել եք նամակ, որ դա մեր լիազորություններից դուրս է, դա պետք է որոշում ընդունվի նոր, դա պետք է նոր օրենք ընդունվի եւ փաստորեն առ այսօր 2 տասնյակից ավել նամակներ եք ուղղել տարբեր կառույցներ եւ ամեն մի կառույցից նման պատասխանն եք ստացել, որ մենք շահառու չենք համարվում։ Լավ, որ շահառու չենք համարվում, մի հարց ուղղակի, բայց ինչպես գոյատևեն այդ ընտանիքները։ Այս պահին նույնիսկ չունեն հնարավորություն ուրիշ երկիր մեկնելու, որովհետև ուրիշ երկրում ապրես երեխաներիդ հետ մենակ ավելի դժվար է, քան քո հայրենիքում։ Ուրիշ տարբերակ չկա։ Պետք է այդ ընտանիքների մասին, ընտանիքների կարիքները պետք է հոգան, պետք է խոսեն, պետք է ինչ-որ մի հատ որոշում կայացնեն, որպեսզի պայթունի հետևանքով տուժած ընտանիքները կարողանան շարունակեն ապրել։